Պարոն Խուդացյան, ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ, որ մենք այս խնդիրը պետք է լուծենք նաև թիմի մակարդակում, սենց չի լինի։ Այո, պետք է լուծենք։ Պետք է լուծենք, ես հիմա չեմ բանանում, որ մենք հիմա մանրամասները քննարկենք, բայց ես, եթե չեմ սխալվում, 2 տարի առաջ դեռ, առնվազն 2 տարի առաջ, այս հարցով հանձնարարական եմ տվել և մենք այդ խնդիրը պետք է լուծենք, որովհետև սա պետության ու համայնքի բանի մասին է, դասային աստիճանի մասին է իրականում, և մենք պետք է գնանք, չենք կարող այս բանը հանդուրժել, չենք կարող այս բանը հանդուրժել, որ և տարածքներ թողենք, որտեղ պրոցեսներ գեներացվեն, որոնք կառուցողական չեն։ Համեցիկ։ Պարոն վարչապետ, ազգային ժողովի գործընկերների հետ աշխատանք ունենք այս ուղղությամբ իրականացած, արդեն ամփոփման փուլում ենք գտնվում, առաջիկայում մոդելը, որը ձեր հանձնարարության մի քանի ցուցանիշների հետ է կապվում, կներկայացնենք ձեզ։ Ընդ որում այնտեղ հիմա այս մոդելի փորձարկման արդյունքները կարելի է տեղայնացնել նաև այնտեղ, որովհետև այնտեղ ամբողջ պետք է կատարողականի հիման վրա լինի։ Հասկանում եք, Հայաստանի Հանրապետությունում չպիտի լինի իրավիճակ, որ դե գնացի գործի եկա տուն, ստացա աշխատավարձ։ Սա ֆունդամենտալ պրոբլեմն է։ Չպիտի լինի տենց ռեժիմ։ Գնացի տուն եկա տուն, գործի ստացա աշխատավարձ։ Դե լավ, այո, լավ, գնանք բան տենանք, ինչ կլինի։ Եվ կողքից էլ ասենք մի հատ բան արի, բուտկա դրեցի Հայաթում, որ վաֆլի ծախեմ 2 կոպեկ բան անեմ։ Չպետք է, այդ ռեժիմից պետք է դուրս գալ։ Այսինքն պետք է աշխատավարձը լինի արդյունքի արտահայտություն։ Ինչ արդյունք ենք մենք տվել, հանրությունը ինչ է ստացել դրանից։ Եվ դա պետք է լինի տեսանելի, շոշափելի։ Եվ դա պետք է լինի, ստեղ իհարկե մենք խոսել ենք, պարոն Խաչատրյան, որ պլանավորման որակն էլ առանձին թեմա է, որովհետև նրբություններ կան։ Այսինքն տողը տող, բայց տողը կշիռ ունի, և տողի կշիռ, բայց դա հնդածս կկարգավորենք։ Համայնքներում էլ նույնը, որովհետև 1000 մի չափանիշ կա համայնքներում և այլն և այդպես շարունակ։ Այսքան նույն ընդհանրապես աշխատանքի բովանդակության որակի, որ այսքան տանջվում, չարչարվում ենք, պետք է ինքնաշխատ մեխանիզմներ դնել, որ ամեն տեղ այնքան ուժեղ լինի շահագրգռությունը, որ լրացուցիչ կառավարական, տեսչական, չգիտեմ, հսկողական, վերահսկողական օղակներից լրացուցիչ ջանք գործադրելու անհրաժեշտություն չլինի, որովհետև ամեն մի որակական պրոբլեմը ինքնաշխատ եղանակով բերի որոշակի հետևանքների և ընդհակառակը որակական պրոբլեմների բացակայությունը բերի արդյունքների։ Կտեսնեք ոնց ամեն ինչը կդասավորվի ինձ, որ մենք ընդհանրապես այդ թեմաների մասին կմոռանանք։